Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու process այս պահին չկա, տեղեկացնում են միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։ Իսկ այդ հայցերը հետ կանչելու պահանջ հիշենք Բաքուն դրել է սեղանին, որպես խաղաղության պայմանագրի նախապայման։ 17 կետերից կազմված փաստաթղթի երկու չհամաձայնեցված կետերից մեկն է, մյուսն էլ եվրադիտորդներին սահմանից հեռացնելն է։ Ինչու է Բաքուն պնդում, որ այս հայցերը հետ վերցնենք միջազգային ատյաններից։ Ալիևի հիմնավորումը, թե այս հարցերը խանգարում են խաղաղությանը, մասնագետները աբսուրդ են համարում։ Դատական գործընթացները միտված են խաղաղության ամրապնդմանը, ասում են, խաղաղությունը չի կարող լինել առանց պատասխանատվության, իրավունքը հենքն է։ Ադրբեջանը օրինականացնելու է իր ագրեսիան Արցախի եւ Հայաստանի նկատմամբ եւ իհարկե օրինականացնելու է մարդու իրավունքների խախտումները, չկրելով որևէ բացասական հետևանք։ Երևանն ասում է, դեմ չէ այս հայցերը հետ վերցնելուն, եթե Բաքուն էլ իր հերթին իր ներկայացրած հայցերը հետ վերցնի։ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական հայց ունի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության վերացման վերաբերյալ։ Հայկական կողմն այստեղ վերակոչում է Ադրբեջանի պետական քաղաքականությունը վերացնել հայերին։ 4 միջպետական գանգատ էլ Հայաստանը ներկայացրել է մի էդ 44-օրյա պատերազմի եւ հետպատերազմյան զարգացումների վերաբերյալ, ավերածություններին, գերիների, ապօրինի կալանավորումներին, խոշտանգումներին, դատավարություններին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, 23 թվականի սեպտեմբերյան ագրեսիային, արցախահայության բռնի տեղահանմանը։ Ոչ միայն Արցախը եւ Հայաստանը որպես սուվերեն իշխանության կրողներ ենթարկվել են խախտումների, օրինակ տարածքային ամբողջականության խախտում է տեղի ունեցել Հայաստանի սահմանների շրջանակում Արցախի ողջ պետականությունն է կործանվել, բայց ներ թիրախում հայտնվել են անձինք հայեր եւ նրանց իրավունքների վերականգնման առնչությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկվում, ավելին ադրբեջանական քաղաքականությունը հովանավորում է գործությունները հայերի նկատմամբ։ Ադրբեջանական հայցերը ընդդեմ հայկական կողմի անհիմն են, պնդում է միջազգային իրավունքի մասնագետը։ Բաքուն երկու նպատակով է դրանք ներկայացրել՝ հայելային պատկեր ստեղծելու նկատառումով եւ որ հայ-ադրբեջանական հարաբերությունները շահարկեն, պարտադրեն հետ վերցնել Հայաստանի ներկայացրած հիմնավոր հայցերը։ Տակտիկա են բանացնում։ Առարկայազուրկ հայցեր են ներկայացրել բանակցելու Հայաստանի հայցերի հրաժարումը։ Հաագայի միջազգային արբիտրաժային դատարան օրինակ Սարքովի տնտեսական պահանջներ են ներկայացրել։ Արցախի տարածքում իրականացված տնտեսական գործունեությունն է, որը Ադրբեջանը որակում է ոչ օրինական եւ դրա հետևանքով փորձում է վնասներ հաշվարկել եւ տնտեսական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Խաղաղություն խաղացողները Բաքվում քննարկում էին բեմադրել անցած դեկտեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները վերտառությամբ։ Նրանց փոխարտգործնախարար այստեղ մի սենսացիոն հայտարարություն արեց։ Իբր Երևանը բանակցությունների սեղանի շուրջ մի բան է ասում, միջազգային դատարաններում մեկ այլ։ Ադրբեջանի պնդումներից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021 թվականի փետրվարին ներկայացված իր դիմումից Հայաստանը պաշտոնապես հանեց մի կոնկրետ հատված, որտեղ 12-ից 13 էջ փաստացի Ալմաաթիի հռչակագրի դեմ էր։ Այսպիսով, այսպիսի իրողությունների ենք մենք բախվում Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ։ Հայկական կողմը հայցից ինչ 12 էջ է հանել, Ադրբեջանն աննազնվորեն շահարկում է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մեկնաբանությունն է։ Խոսքը ըստ Եղիշե Կիրակոսյանի տեխնիկական շտկումների մասին է, հյուրընկալումից խուսափելու նպատակով օրինակ Ալմաթայի հռչակագրի կիրառելիության վերաբերյալ։ Մամեդովը սակայն խաղաղության խոչընդոտներից խոսելով այստեղ այլաբանություն գործածեց։ Սենյակում ոչ թե մեկ, այլ երկու փիղ կա։ Իբր խոչընդոտները երկուսն են։ Միջազգային իրավունքի մասնագետն էլ պնդում է, հայկական հայցերը որևէ պարագայում պետք չէ հետ կանչել։ Սա հսկայական բարոյաքաղաքական հարված կլինի Հայաստանին։ Իհարկե։ Իրավազուրկ ենք դառնալու եւ նաեւ բարոյալ լքվածություն է առաջ գալու ողջ հասարակության շրջանում։ 14 օր է Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլի մեջ է, վիճակը կրիտիկական։ Մենք ենք մեր սարերը զարգացման գործակալությունը եւ Արցախ միությունը պաշտոնապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակին հանձնեցին կոմիտեի նախագահ Միրիաննա Սպոլյարիչեգերին ուղված բաց նամակը, որին արդեն միացել է 37 հասարակական կազմակերպություն։ Թեև Կարմիր խաչը փետրվարին էր գերիներին այցելել, բայց խաղաղ ցույցի նախաձեռնողներն ասում են, հիմա երբ խոշտանգման ակնհայտ փաստեր կան, պետք է Կարմիր խաչը դարձյալ այցելություն կատարի։
Այսօր առաջացել է այդ հրատապ անհրաժեշտությունը եւ մեր խնդրանքն է եւ կոչն է, որպեսզի նրանք անհապաղ միջամտեն Ռուբեն Վարդանյանի վիճակին եւ ընդհանրապես բոլոր գերիների իրավունքների պաշտպանության հարցում ավելի գործուն լինեն։ Կատարվածի առաջին պատասխանատուն ադրբեջանական իշխանությունն է, որը նման հանցագործություններ է թույլ տալիս հայերի նկատմամբ։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը պնդում է, բայց իրավիճակը կանխելու ու հայ գերիների կյանքը փրկելու հարցում իրավաբանի կարծիքով նախ եւ առաջ Հայաստանի իշխանությունը պիտի գործի, լռությունն անթույլատրելի է ու վտանգավոր։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունը ունի խաղաքարտեր բանակցությունների սեղանին օգտագործելու, նաև ունի կոնկրետ միջազգային մեխանիզմներ, գործիքակազմեր տարբեր գործընկերների առջև այս հարցը բարձրացնելու։ Պատվիրակների հետ միասին բժիշկը նույնպես այլ ազգի գոլեգա է։ Եվ տվյալ տեսակցության շրջանակներում եղել է բժշկական անձնակազմ, որը հնարավորություն է ստացել ապահովել այդ չեզոք զննումը անձի, որը գտնվում է հացադուլի մեջ։ Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին այդ երկրից հեռացնելու հարցը։ Երեկվանից պետական լրատվամիջոցներն են գրում։ Ալիևի ձեռքը հասավ նաև միջազգային մարդասիրական այս կառույցին։ Հայ իրավաբանները նկատում են, կարևոր է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչների եկող այցը ադրբեջանական բանտ չլինի ուշացած։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների կյանքին վտանգ է սպառնում։ Նյուզայեմի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա համոզմամբ այս կերպ Բաքուն ցանկանում է ամբողջական մեկուսացման ենթարկել հայ պատանդներին, իսկ այդ պայմաններում մեծանում են կամայականությունների ռիսկերը։ Այս թիրախավորված մոտեցման շրջանակում Ադրբեջանը առավել մեծ ցավ եւ տառապանք է փորձում պատճառել թե այնտեղ գտնվող հայ պատանդներին եւ թե նրանց ընտանիքի անդամներին։ Մենք նշել ենք, որ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմները հնարավորություն չունեն այցելել պատանդներին։ Միակ հնարավորությունը Կարմիր խաչի տեսանելն էին։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը արտաքին գործերի նախարարությանը հրահանգել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար։ Խոսքը վերաբերում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միավորված ազգերի փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի, ՄԱԿ-ի բնակչության եւ մանկական հիմնադրամների, միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակներին։ Այդ կազմակերպություններից շատերը Ադրբեջան են եկել փախստականներին օգնելու դրոշի ներքո, բայց փախստականներին եւ ներքին տեղահանվածներին օգնելու Ղարաբաղի վերածննդին իրապես աջակցելու փոխարեն այսօր նրանք զբաղվում են կասկածելի հասարակական կազմակերպությունների ծրագրերի հովանավորությամբ։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները չմոռանալով իրենց հրապարակումներում Հայաստանի հասցեին ավելի խելահեղ մեղադրանքներ ավելացնել։ Փետրվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է կալանավորներին եւ դա եղել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ։ Լրագրողներին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Երբ ես ասում եմ հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում եւ դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ։ Շատ դժվար է ասել ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել իրենց վիճակից ելնելով, բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից։ Իրանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները Սիրիայում Թեհրանի քաղաքականության վերաբերյալ ապակառուցողական է որակում։ Թուրք գործընկերները պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին։ Ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Քննադատության պատճառ է դարձել Հական Ֆիդանի Ալ Ջազիրային տված հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է զոհաբերել տարածաշրջանում իր նվաճումների համար։ Թուրք նախարարն ասել է, որ հին սխալները չպետք է կրկնվեն։ Թեհրանը կարծում է, որ երկրների հիմնական նպատակը պետք է լինի տարածաշրջանի ժողովուրդների շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։
Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու միջև։ Եկեք կնստենք այստեղ հանգիստ առանց աղմուկի, առանց բղավելու կպայմանավորվենք, ուստի փոխանցեք Թրամփին, ես այստեղ Պուտինի եւ Զելենսկու հետ սպասում եմ նրան, մենք կնստենք եւ հանգիստ համաձայնության կգանք, եթե ցանկանում եք համաձայնության գալ, նշել է Լուկաշենկոն։ Միացյալ Նահանգները միլիոնավոր դոլարներ է ծախսում հարավաֆրիկյան Լեսոտոյում, որի գոյության մասին ոչ ոք երբեք չի լսել ԼԳԲՏ հանրույթին աջակցելու համար։ Նման պնդմամբ հանդես է եկել նախագահ Թրամփը կոնգրեսին հղած ուղերձում։ 8 միլիոն դոլար ուղղվել է ԼԳԲՏ հանրույթի խթանմանը աֆրիկյան մի երկրում, որի մասին ոչ ոք երբևէ չի լսել Լեսոտոյում, ասել է Թրամփը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը Լոնդոնում կայացած գագաթնաժողովում ծավալված քննարկումը լավ եւ անկեղծ է որակել։ Եվրոպայի առաջնորդները քննարկել են Կիևին համապարփակ անվտանգային երաշխիքների տրամադրման հարցը։ Ֆոն դեր Լայնը կարևորելով Ուկրաինայի տնտեսական գոյատևման եւ ռազմական կայունության անհրաժեշտությունը հայտարարել է. մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը։ Հիմա չափազանց կարևոր է ավելացնել անվտանգության ծախսերը եւ պատրաստվել վատագույնին։ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քվեարկությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացնելով կառավարության դրական որոշումը նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ իրավական տեխնիկայի վերաբերյալ օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ պատրաստ է կատարել ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջներից մեկը ստորագրել հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը, որը թույլ կտա ԱՄՆ-ին ուկրաինական ռեսուրսների հասանելիություն ունենալ։ Այս մասին հայտնել է BBC News-ը։ Նա ներողություն չի խնդրի Թրամփից կամ չի զղջա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցածի համար։ Այս պահին ԱՄՆ նախագահի ճամբարը բազմիցս կոչ է արել, ասել է պարբերականի լրագրողը։ Նա նշել է, որ ԶԼՄ-ների հետ շփվելու ընթացքում Զելենսկու տոնայնության մեջ ոչինչ չկար, որը ցույց կտար, որ նա շահագրգռված է հաշտվելու։ Պուտին-Թրամփ հանդիպման կազմակերպումն ընթանում է արագացված տեմպերով, հայտնել է CNN-ը։ Հեռուստալիքը ենթադրում է, որ Թրամփը միտումնավոր է վիճաբանություն կազմակերպել Զելենսկու հետ, որպեսզի ամբողջությամբ վարկաբեկի նրա կերպարը եւ հեռացնի նրան հակամարտության վերաբերյալ որոշումներ կայացնելուց։ Ուկրաինայում հրադադարի հաստատման այլընտրանքի առաջարկում Էմանուել Մակրոնը Լե Ֆիգարոյի հետ զրույցում Ֆրանսիայի նախագահն ասել է, որ չի հավատում Ամերիկայի եւ Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարին։ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան առաջարկում են մեկամսյա հրադադար օդում, ծովում եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա, սակայն հրադադարը չի ազդի ռազմական գործողությունների վրա։ Ծրագրի երկրորդ կետը ըստ Մակրոնի ենթադրում է խաղաղության հաստատումից հետո եվրոպացի խաղաղապահների տեղակայում Ուկրաինայում ավելի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էր պնդել, որ Ուկրաինայում խաղաղության համաձայնագիրը կաշխատի միայն այն դեպքում, եթե եվրոպական խաղաղապահ ուժերը անվտանգության երաշխիքներ ստանան Միացյալ Նահանգներից։ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության հասնելու համար, հայտարարել է Էրդողանը Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը։ Թուրքիայի նախագահը նշել է, առաջ են մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Անհամբեր սպասում ենք համաձայնության, որ թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, հավելել է Էրդողանը։ Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան որպես Եվրոպայի անբաժանելի մաս Եվրամիությանն անդամակցությունը համարում է ռազմավարական առաջնահերթություն։ Հայաստանում ապրիլի 1-ից հունիսի 13-ը 25-օրյա վարժական հավաքներ կանցկացվեն։ Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների եւ վարժական հավաքների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման մարտական հերթապահության ներգրավման նպատակով։ Նախագիծը ներառված է եղել կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում։ ԱՄՆ վարչակազմը որոշում է կայացրել երկրից վտարել երկրում անօրինական գտնվող անձանց, ասուլիսին նշել է Սփյուռքի գործերի հանձնակատար Սինանյանը։ Նա պնդել է, որ այդ մարդկանց Սփյուռք անվանելը ճիշտ չէ։ Հայրենիք արտաքսված անձանցով ըստ Սինանյանի աշխատում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան մարմինը։ Նրանք ՀՀ քաղաքացիներ են եւ ի սկզբանե իրավունք չունեին ԱՄՆ-ում գտնվելու։ Սինանյանի խոսքով իրենք տեղյակ են 2000-ից ավելի անձանց արտաքսման մասին։ Իհարկե, կարծում եմ, իրական թիվը մեծ է, սա ուղղակի առաջին խմբականակն է, քանիսն են արդեն արտաքսվել, տեղյակ չենք։
2025 թվականին Երևանի բարեկարգման ծրագրերն ընդգրկում են 5.2 միլիարդ դրամի ներդրում։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից։ Նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ Կսկսվի նաև հաղթանակ զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը։ Կշարունակվի այգիների բարեկարգումը, քաղաքին վերադարձնելով իրական ցանկալի կերպար։ Սոցիալական ցանցերի նոր օգտատերերի թիվը գերազանցում է 256 միլիոնը։ Միջազգային հետազոտությունները վկայում են, յուրաքանչյուր մարդ օրվա ընթացքում միջինը 2 ժամից ավելի այս հարթակում է անցկացնում։ Ու խոսքն այսպես 8 միլիարդ բնակչության շեմը հաղթահարած աշխարհի արդեն ավելի քան 63.8%-ի մասին է։ Ինտերնետի օգտագործությունը մենք կարող ենք համեմատել ատոմային էներգիայի հետ, որը կարող է լինել խիստ դրական եւ կարող է լինել խիստ բացասական, նաեւ ոչ է օգտագործում ում ձեռքի մեջ է եւ ինչին է եւ ամեն ինչը դե գալիս է նպատակի։ Ինտերնետից կարելի է օգտվել, բայց չունենալ սոցիալական ցանցի օգտահաշիվ մարդկանց այս խումբը սակայն փոքր է՝ 5.8%։ Ուրեմն համարել, որ սոցիալական ցանցերի բովանդակությունը սպառելը դառնում է մերօրյա մարդու ապրելաձևի անբաժան մասը, ինչպես ասենք գիշերը քնելն ու առավոտյան արթնանալը։ Մասնագետները պնդում են, արդեն դարձել է։ Առավոտ շուտ արտանալի, եթե նախկինում առաջինը պատուհանը բացելն էր եւ սուրճը գազօջախին դնելը, ապա հիմա միանգամից հեռախոսը մարդը ձեռքն է վերցնում եւ ուզում է թերթել որևէ նորություն կամ քնելուց առաջին շատերը դա դարձնում սովորություն, որը կարծում եմ ամեն դեպքում բացասական սովորությունների մեջ է մտնում։ Սոցիալական մեդիայում ապրելն այնքան ժամանակ կլինի ակտուալ, քանի դեռ մարդը նախընտրում է մենակ լինել, հավելում է հոգեբանն ու ընդգծում, հատկապես տարատեսակ էմոցիոնալ իրավիճակներում այս տարածքն էլ ավելի հարմար ու այսպես ասած գրավիչ է դառնում։ Մարդիկ կկարոտեն իրար եւ որոշ ժամանակ անց դժվար է ասել երբ, բայց դա նույնպես տեղի կունենա, մարդիկ կսկսեն իրար փնտրել։ Չէ՞ որ նաև սոցիալական մեդիան մի շատ կարևոր հարցեր է սկսեց լուծել իրարից հեռու ապրող հարազատների համար, ընկերների համար։ Սոցիալական մեդիայում մարդիկ նաև ավելի անկաշկանդ են իրենց տեսակետներն արտահայտելու հարցում։ Փորձագետները նշում են, սա նաև մարդու մոտ իմիտացիա է ստեղծում, որ իր կարծիքն այնքան կարևորություն ունի շրջապատի համար, որ եթե հանկարծ այսպես ասած նա չհայտնի, ապա դրանից մեծ խնդիր կարող է անգամ առաջանալ։ Այսպես թե այնպես պետք է մարդու կարծիքը իր կյանքում լինի ամենակարևորը, մոտիվացնողը, ուղղորդողը, ուղենիշը։ Եթե նայենք այն տեսանկյունից, որ առանձնացրեցիք Facebook-ը, նույնիսկ Instagram-ը կարելի է առանձնացնել, որպես թելադրող մի բան, որը որ մարդը այդտեղ օգտագործում է կարևորելու համար, մյուս օգտատերը պետք է ընկալի, որ դա նրա կողմից է կարևորված, եւ դա իր կարծիքը չէ։ Facebook-ն ի դեպ պաշտոնական վերջին տվյալներով ավելի քան 3 միլիարդ ակտիվ օգտատեր ունի, առաջին տեղում է սպառմամբ, հերթում հաջորդը YouTube-ն է, իսկ մեդիա փորձագետների դիտարկմամբ մեր երկրում TikTok-ը, որի արգելափակման վերաբերյալ պարբերաբար կոչեր են հնչում, այսօր արդեն մեդիա միջավայրի մեծ մրցապայքարի առաջին տեղերում են, ու Հայաստանում այս հարթակի մուտքն արգելելը ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Ուրեմն անհրաժեշտ պահին ծանր ընտրություն պիտի երկիրն անի։ Անազատության պայմաններում պահվող գորշ արջը այսուհետ կգտնվի ավելի հուսալի միջավայրում։ Կենդանին տեղափոխվել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Որոշ ժամանակ անց արջին բաց կթողնեն վայրի բնություն, հայտնել են քաղաքապետարանից։ Այստեղ են մտել։ Դե նայ վիճակը, դե վիճակը նայ։ Արմավիրի մարզում Էջմիածին խոշորացված համայնքի վարչական տարածքում Մարգարայի խճուղում մարտի 2-ին թափառող շները ոչխարներ են հոշոտել։ Ինչ տանեմ, թափեմ, ինչ տանեմ։ Դեսմիսը միսեն թողել, նայստե։ 68-ամյա Աշոտը անասնագոհ մտնելուց հետո է հայտնաբերել կատարվածը, 20-ից ավելի մայրացու գառների մի մասը սատկել են, մյուս մասը վիրավոր են։ Թոշակառու ամուսինները երկար տարիներ է, որ իրենց ընտանիքի անդամների հետ օրվա հացը վաստակելու համար անասնապահությամբ են զբաղվում։ Շները հիմի վայրի արդեն գելեր են։ Ստեղ ոհմակ է։ Շների ոհմակ։ 7 հատ, 8 հատ իրար հետ։ Բնակիչները վստահ են, որ այս ամենը թափառող շներն են արել, ոչ թե գայլերը։ Ասում են բազմից են դիմել Էջմիածնի քաղաքապետարան խնդիրը կարգավորելու ու կենդանիներին ստերջացնելու համար։ Շները լիքն են։ Լիքն, ահա։ Մեծ շները։ Մեծեր էլ կա, փուճուր էլ կա, հեն անույթ էլ ավելացրել են։ Ապեր բերում են բրախմեններ շատ։ Դոբրակներով բերում են, քիչ մեն հայատներն է տնել։ Եթե ժամանակին
Էջմիածնի քաղաքապետարանը հետևություններ աներ եւ ընդառաջեր այս ընտանիքի, ինչու միայն ընտանիքի, իմ տեղեկություններով նաեւ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել թափառողջներին ոչ թե վերահսկելու, այլ հատուկ միջոց ձեռնարկելու համար, սակայն քաղաքապետարանը ասել է դա մեր իրավասության մեջ չի։ Թոշակառու ամուսինները խոշոր չափի նյութական վնաս են կրել։ Արմավիրի մարզպետարան են դիմել ակնկալիքով, որ աջակցություն կցուցաբերվի։ Դե հիմի հավատը միշտ կա, հավատը։ Մի մտեք, երեխեք ջան, մի մտեք, Գոյաջրերով լցված այս մինի լճակը մայրաքաղաքում է, Մալաթիա վարչական շրջանում։ Արնո Բաբաջանյան փողոցի թիվ 30 շենքի եւ հարակից շենքերի բակերը ողողված են կեղտաջրերով։ Եվ այս ամենը ճանապարհի բանուկ հատվածում, որտեղով ամեն օր բնակիչները ստիպված են անցուդարձ անել, նաեւ երեխաները։ Գարշահոտը խեղդում է ու տիրում է հակասանիտարական վիճակ, թե երբ պատկան մարմինները տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի քաղաքապետարանը ու Վիոլա ջուրը կմտածեն գործը գլուխ բերեն եւ վերահսկեն այս հակասանիտարական վիճակը դեռևս հայտնի չի։ 5 տարվա ընթացքում բազմիցս կրկնվել է այս խնդիրը, քաղաքացիների խոսքով դիտահորերը լցվում են, ինչի հետևանքով էլ կեղտաջրերը ողողում են բակերն ու ճանապարհը։ Հարևանությամբ նաև դպրոցներ ու մանկապարտեզներ կան։ Գալիս է բիոլոգիայի աշխատակիցներ։ Բայց հիմա նայեք, տեսեք։ Այնպես է, հասկանալով, որ չեն կարող բացել, թողնում գնում են եւ մեկնաբանելով քաղաքացիներին, որ այսօր գալու են տեխնիկա են բերելու։ Ամռանավիճակն էլ ավելի է սրվում, պատուհան բացել չեն կարողանում, ասում են, այս տարիների ընթացքում ամենատարբեր կառույցներին են դիմել։ Քաղաքային իշխանություն, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ ու Վեոլիա ջուր, բայց արձագանք չի եղել։ Քաղաքացիները հուսով են, որ կադրերը տեսնելուց հետո ի վերջո այս կառույցներից որևէ մեկի ներկայացուցիչը կարձագանքի։ Մարտի 4-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Շնորհ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes ML-ը եւ DAF բեռնատարը։ 4 հոգի տեղում են մահացել։ Մահացածներից 2-ը հայտնաբերվել են մեքենայից դուրս, իսկ 2-ին Mercedes ML-ից դուրս են բերել դեպքի վայժամնաց փրկարարծարայության Թումանյանի շեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Հատուկ տեխնիկա են օգտագործել։ Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնի շտաբ օգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել DAF-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Ըստ տեղեկությունների մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։ Օպերատիվորեն ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատարի եւ տեղակալի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատուի գլխավորությամբ։ Ողբերգական դեպք է տեղի ունեցել մարտի 3-ին 27-ամյա Արենը Mazda 3-ով Երևան-Գյումրի Բավրիա ճանապարհին վրա է ենթարկել տղամարդու։ Հետիոտն ու մեքենան հայտնվել են ձորում բախվելով քարերին։ Թալին բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապախումն արձանագրել է հետիոտնի մահը։ Ժամանել են փրկարարծարայության Թալինի շեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Տեղում էր նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավարը, նրա շնորհիվ է, որ վիճակը դեպքի վայրում հանդարտվել է։ Հարազատների խոսքով մահացածը 4 երեխա ուներ եւ մասնագիտությամբ երաժիշտ էր։ Դեպքի վայր ժամանած Թալին բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապախումբը արձանագրել է հետիոտնի մահը, իսկ վարորդին բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին։ Մարտի 3-ին Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Toyota Camry եւ DAF բեռնատարը։ 2 հոգի տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներին վարվող Toyota-ից դուրս են բերել քաղաքացիները, ապա նրանք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։ Փրկարարծարայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները մարել են Toyota-ում առաջացած սրտեհը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 4-րդ դասակի բարեկները։
Նույն օրը հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում Հալաբյան փողոցի 41 աշենքի բակում գտնվող շինությունում այրվել է կուտակված աղբը։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Երևանի HIV 7-րդ եւ թիվ 12-րդ թշեր փրկարարական ջոկատի փրկարարները։ Նրանք մարել են կրակը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի բարեկները, Գազպրոմ Արմենիա Տրանսգազ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Սակայն տեղում պարզվել է, որ տարածքը գազաֆիկացված չէ։ Հարևանության բնակվողներն էլ իրենց հերթին դիմել են քաղաքային իշխանությանը աղբավայր հիշեցնող քարե շինությունն ապամոնտաժելու, փոխարենը երեխաների համար խաղահրապարակ դարձնելու համար։